Աշել Գորկու էս հայտնի նկարն է, տեսեք, բերեցին վերջապես հետ, մեր Վաշինգտոն DC թանգարանը, Նյու Յորքի էին տարել, ցուցադրության, հիմա բերեցին ու մենք եկանք նայելու, իմ ամենասիրած նկարներից մեկն է, Աշել Գորկու։ Մենք այսօր մի տեղ ենք ուզում գնանք, իրականության մեջ դրա համար ենք հատուկ եկել, պետք է հասցնենք այդտեղ գնալ, պատկերասրահ ենք գնալու, որտեղ ուզում եմ ես այս անգամ նայել Աշել Գորկու նկարները, Աշել Գորկու նկարներից այստեղ մի քանի հատ կա, բայց միշտ չէ, որ բոլորը ցուցադրում են, մեկը ես մի անգամ տեսա, նկարվեցինք մոտը, հիմա այս անգամ 3 հատ նկար կա Աշել Գորկուց, անցյալ անգամ Նյու Յորքում էին տարել, Նյու Յորք էին տարել ցուցադրության այդ մի նկարը, կարծեմ Նյուրիթը ասեց, դրա համար չկար, ստեղ դե Վաշինգտոնում լիքը թանգարաններ կա, ամբողջ կենտրոնական մասը Վաշինգտոնի իրար կողք գտնվող թանգարաններ են ու շատ լավ թանգարաններ են, հսկայական, խնամված, լիքը, արժեքավոր, ամեն ինչը տեղին թանգարաններ են, ես եղել եմ շատ տեղերի թանգարանները, ոչ մի բանով մեր Վաշինգտոնի կենտրոնի թանգարանները չեն զիջում ու հենց մի բան էլ լավն են ու այդ ամեն ինչը անվճար է։ Հիմնականում բոլոր թանգարանները անվճար են, դեռ մեր 3 հատ թանգարան կա, Bible Museum, իմիջարս Bible մենք չենք եղել, կարելի է մի օր գնալ, հայկական բաներ կան դեղ, Բիբլիա կա, Աստվածաշունչ կա, հայկական մի օր էլ այդտեղ գնանք։ Այդ մի 2 միլիոններ կան, որ փողով են, մնացածը անվճար են, տիեզերագիտության թանգարան կա, աֆրիկական թանգարան կա, հսկայական, պատկերասրահներ կան, բնագիտության մի հատ լավ թանգարան կա, շատ սիրուն, հարկերով, որ ամբողջ օրը այդտեղից դուրս չես գալիս, լեզուդ գծած ես գալիս, ու էլի գնալու ամենալ կարիք ունես, որտեղ Մոնումենտի ամենավերևում այսպես պատուհաններ կան, ամենայն սուրճայրում, տեսեք, այդ սուրճայրում 4 կողմը այդ պատուհաններից կան, տոմսը համարյա անվճար է, $1 կարծեմ reservation ես անում ու օր են տալիս, կարողանում ես բարձրանալ այս ամենավերևի մասը, շատ հետաքրքիր է, շատ, ամբողջ Վաշինգտոնը 4 կողմից հենց ափերից մեջ է լինում, մեջը փոքր մուզեում կա, մասոնական սկզբունքներով է կառուցված, չէ, այս մոնումենտն է ու ընդհանրապես Վաշինգտոն քաղաքը կառուցված է մասոնական սկզբունքներով և պրեզիդենտների մեծ մասը մասոններ են եղել։ Շենքը աֆրիկացիների մուզեումն է, Օբամայի ժամանակ կառուցվեց, ոնց որ Օբամայի նվեր եղավ, էլի, Վաշինգտոնին ու սևական համայնքին, թեև ոնց են եկել աֆրիկացիները ստրկացման ժամանակներից այդ հեստով հարկ, շատ հետաքրքիր մուզեում է, մենք եղանք բացման ժամանակներ, նավիրատոմսով էր կարծեմ եկանք, հետաքրքիր մուզեում էր, հետաքրքիր է այս նայեք, այս հետևում ես մոնումենտն է, այս մյուս ճանապարհի հետ հակառակ կողմը Կապիտոլն է, ոտքով կարելի է գնալ մի տեղից մյուսը։ Հիմա գնում ենք այդ պատկերասրահը, Gallery of Art,
Հուսանք մեզ կհաջողվի տեսնել Գորկու, Աշել Գորկու նկարները գտնել։ Դա խնդիր պետք է գտնենք, որ սրա Դիսի բոլոր թանգարանները, պատկերասրահները, բոլորը այս փողոցի երկայնքով երկու կողքերում։ Ու երբեք ես չեմ տեսել, որ շատ անհնարին հերթեր լինեն, որովհետև նախ իրար կողքով շատ թանգարաններ կան, մարդիկ ցրված են լինում, մի տեղի վրա չեն կուտակվում։ Հետո շատ կանոնավոր է այստեղ հերթերը, կետը մի փոքր հերթերի, շատ արագ անցնում են այդ հերթերը։ Այս բնագիտության թանգարանն այս ամենաիմ սիրած թանգարաններից մեկն է։ Հսկայական թանգարան է։ Արկերով շատ սիրուն, շատ լավ թանգարան է։ Բնագիտության թանգարան։ Նեն սիրուն տեղ ունեն բնական քարերի կարիական հատուկ է թանգարանը։ Մի օր գանք այս թանգարանը Արանդում։ Այս թանգարանը մենք շատ ենք սիրում։ Ու հատուկ այդ քարերի բաժինը գնանք, էլի։ Մի թանգարանը վերջանում է, մյուսն է սկսվում, մեկը վերջանում է, մյուսն է սկսվում։ Մենք նոր սրա մոտով անցանք, հիմա պետք է գնանք այստեղ։ Դե մետրոնն է, որը գա հեշտ նստելը։ Չէ, վերևը մետրո կա, էս է։ Judiciary Red Line կա, անդեղ գարանք երցավ։ Մի անգամից Red Line գերտան, Judiciary Square։ Okay, նայ, եթե հարմար է, այդտեղ գնանք։ Եդևեն 3 բլոկ պիտի երցան։ Okay։ Դա թանգարանի դիմացի այգին է։ Այստեղ էլ հետաքրքիր։ Բաներ կան միշտ կա սրանք, ես միշտ կան Իտալիա, սրանք դրված են։ Կաֆե սրճարան է, ոնց որ դեռ տեղը այգուն։ Շատրվան պետք է որ լինի, բայց սիրուն շատրվան կարից հիշում եմ, բայց հիմա փակ է այս բանը։ Այստեղ կայական սարդա։ Կինո Մոսկվայի դիմացը կար Երևանում։ Կինո Երևանի կինո Երևան։ Երևանում կինո Մոսկվայի դիմաց հիշում ես, սենց մի հատ սպայդեր կար մեծ, որ ոտքերի մոտ նկարվում էինք։ Կարող է նույն քանդակագործն է։ Նայեք էս սվիտերները բոլորը բալենների ձախման թեմաներով են վարդվում, ու վրա գրված է Washington DC, Cherry Blossom։ Գալրի ուտքը գտանք, այդքան եկել ենք, էլի ենքան շատ են ես թանգարանները, որ պահիտակ խառնում ենք։ Սա Աշել Գորկու մի նկարը գտանք, սպասի, մյուս երկու հատել ունենք դեռ գտնելու։ Այս Աշել Գորկու նկարը Washington DC պատկերասրահներից մեկում, սա մենք գտել էինք անցան անգամ եկել։ Աշել Գորկու նկարների մեկի մոտ ենք, Washington DC Art Gallery վրա, հիմա փորձենք գտնել մյուս նկարները։ Տեսեք վերջապես գտանք, հեռվից, դա որ գիտեի ինչ նկար էի ման գալիս, մի անգամից տեսա։ Ես էլ առաջի հայտում ուրեմ այստեղ, Աշել Գորկու, այս մի նկարն է, տեսնում եք, երկրորդ հարգում այստեղ, Աշել Գորկու, այս մյուս նկարն է։
Նյու Յորք էին տարի ժամանակին ու ես ուզում էի նայել, չէի կարողանում։ Modern Art, Արշիլ Գորկի նկարներից։ Այս էլ Արշիլ Գորկու երկրորդ նկարն էր, իդամոր հետ նկարն է, որ տարել էին Նյու Յորքում ցուցադրությանը, ես եկա չտեսա այդ նկարը, հիմա նորից վերադարձրեցին մեր Վաշինգտոնի թանգարանը։ Ամենահայտնի ու ամենասիրված նկարներից մեկն է սա։ Երրորդը գտանք Արշիլ Գորկուց այս նկարը, որ շատ ուզում էինք։ Արշիլ Գորկու հաջորդ նկարը գտանք։ Գրված է Արշիլ Գորկի նկարի անունը, թվականը։ Մենք Արշիլ Գորկու երրորդ նկարը գտանք, որ գտնվում է Washington DC թանգարաններից մեկում։ National Gallery of Art։ Այս նկարները միշտ չէ, որ ցուցադրում են։ Երբեմն փոխում են, երբեմն տանում են ուրիշ տեղեր ցուցադրության։ Այսօր 3 նկարներն էլ կային, ու մենք եկանք այս նկարները նայելու, հետաքրքրված է։ Աչքեր են, պետք է հենց սկիզբը նայենք, ինչ հետաքրքիր է սրանք։ Էմիլ Նոդե։ Կնոջ նկարը, ասի Քանի որ եկել ենք այս արվեստի գործերն էլ Հենրի Մաթյուս նկարենք էլի, անտարբերված չկարող անցնել։ Այս Մոնեի նկարներն է։